Մենք վերադարձանք եւ ինչպես նշել ենք, ունենք շատ սպասված հյուրեր։ Մարտի 14-ից 18-ը Հայաստանում կանցկացվի Մանուշյանական շաբաթ, որը նվիրված է Միսակ Մանուշյանին եւ ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին։ Միջոցառումների շարքը, որն ընդգրկում է թատերական ներկայացումներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ եւ քննարկումներ, կկազմակերպվի Երևանում եւ Արտաշատում։ Մեր տաղավարում են Սաթե Խաչատրյանը, Մանուշյանական շաբաթ նախագծի հեղինակ, կազմակերպիչ դերասաններ Հայկ Սարգսյանն ու Մարատ Խաչատրյանը։ Բարի առավոտ։ Բարի ձեզ։ Բարի լույս։ Հեղինակ եւ կազմակերպիչ Սաթեն եւ դերասաններ Հայկն ու Մարատ։ Բարև ձեզ, նախ շնորհակալություն, որ ժամանակ գտաք եւ եկաք։ Վաղը շատ կարեւոր օր է բոլորիդ համար։ Սրտատրոփ սպասում եք։ Անշուշտ, նախ շնորհակալություն նաեւ հրավերի համար, շատ կարեւոր է այս նախագծի մասին հնարավորինս շատ լուսաբանել եւ անարճակելը, որովհետեւ միջոցառումները շատ հագեցած են, ինչպես ինքներդ նշեցիք, ցանկը, եւ այդ միջոցառումների մուտքն ազատ է եւ ակնկալում ենք իսկապես շատ այսպես ակտիվ մասնակցություն տարիքային տարբեր խմբերի։ Անշուշտ շատ մեծ ոգևորությամբ ենք սպասում վաղվան եւ այն ինչ սկսվելու է վաղը գրեթե 2 տարվա աշխատանքի արդյունքն է, որովհետև Մանուշյանին նվիրված նախագծի շուրջ մենք սկսել ենք աշխատել մի քանի տարի առաջ, մեր թատերական միությունը, Սաթեատրը ֆրանսիական թատերական միությունը, որի նախագծերի մասին առիթ ունեցել ենք խոսել ձեր տաղավարում։ Իհարկե մինչև Փարիզում Միսակ եւ Մելինե Մանուշյանների աճյունների հուղարկավորման արարողությունն էինք ուզում Մանուշյանին նվիրված ներկայացում անել, բայց ուրախ ենք, որ այդ առիթը եւս մեկ անգամ հնարավորություն տվեց արժևորելու Մանուշյանին Ֆրանսիայում եւ այն ինչ այսօր մենք ուզում ենք, այսինքն ինչ կազմակերպում ենք եւ վաղվանից մինչեւ ամսի 18-ը ընթանալու են, ինչ որ առումով մեր պատասխանն է նաեւ Փարիզիում կայացած հրաշալի արարողությանը, որով Ֆրանսիան պատվեց ազգային հերոս Միսակ Մանուշյանին, իր տիկնոջը Մելինե Մանուշյանին եւ այս երկուսի մուտքով Պանթեոն Ֆրանսիայի ազգային Պանթեոն մտան Մանուշյանի բոլոր զինակիցները, իսկ Մանուշյանական խումբը բաղկացած էր 23 հոգուց, ներառյալ Մանուշյանը, եւ առանձնանում էր նրանով, որ այդ խմբում ընդգրկված էին մասնավորապես օտարազգիները, ովքեր իրենց կյանքը տվեցին Ֆրանսիայի ազատագրման համար։ Շաբաթը իսկապես հագեցած է լինելու, իմ ձեռքում ուրեմն ծրագիրն է եւ նայեք, այս բոլոր տողերը ինչ-որ բաներ են նշանակում։ Ֆիլմերի ցուցադրություններ, թատերական ներկայացումներ, եկեք մի փոքր ավելի մանրամասնենք, ինչ ներկայացումներ են մեզ սպասվում։ Գիտական ժողովներ, հանդիպումներ, հյուրեր, որոնց մի մասը եկել է ժամանել է այս գիշեր, մյուս մասը կգա վաղը, այդպես շարունակաբար։ Ֆրանսիական դեսանտ է։ Եթե կարող ենք նաև այդպես ասել, բայց գիտական դեսանտներ են, այնպես որ իրենցից վտանգ չկա, միայն փոքրուց կարող ենք այդ օրերին քաղել։ Մեր հյուրերից սկսեմ, ովքեր գալու են եւ եկել են, նախ Մանուշյանի պանթեոնիզացման կոմիտեի նախագահն է ներկա լինելու եւ արդեն Հայաստանում է Ժան-Պյեր Սակունը, Դնի Պեշանսկին, ով ամենահայտնի պատմաբանն է, մանուշյանագետ եւ իսկապես շրջանցելի մասնագետ է, ես շատ ուրախ եմ, որ նա էլ է ներկա լինելու։ Կատյա Կիրակոսյանը, Մելինե Մանուշյանի զարմուհին, Քրիստել Ղովեդան, այո, ով նույնպես արդեն Հայաստանում է, Քրիստել Ղովեդան հայ ժառանգության կենտրոնի տնօրենն է Վալանս քաղաքի, Սելին Չիչեկօղլուն, ով Մեդիավան հայտնի ընկերության տնօրեններից է եւ նաեւ վավերագրական ֆիլմերից մեկի համահեղինակը, ինչպես նաև Ալան Բլումը Լիքխա կազմակերպության փոխնախագահ, մի խոսքով բավականին լավ եւ կարեւոր հյուրեր ունենք, ովքեր մասնակցելու են գիտաժողովներին եւ բնականաբար նաեւ ելույթներ։ Հիմա մի փոքր խոսեմ ներկայացումից, քանի որ նաեւ այստեղ մեր տաղավարում են մեր դերասաններ այո ներկայացման։ Ուրեմն մենք ուզում ենք պիես ներկայացնել, այսինքն պիեսի թատրոնի միջոցով, քանի որ ես հատկապես թատրոնի ռեժիսոր եմ, ուզում ենք այդ ժանրով, այսպես ասած, ներկայացնել Մանուշյանին եւ հասկացանք, որ պիես չկա որպես այդպիսին ու գտանք մի լավ դրամատուրգի, ում պատվիրեցինք պիեսը, այսինքն այն պիեսը, որ կտեսնենք մարտի 14-ին ժամը 19-ին Արտաշատի պետական դրամատիկական թատրոնում Ամո Խարազյանի անվան հատուկ գրված պիես է, որտեղ ներկայացված է ոչ միայն Միսակ Մանուշյանը, այլև իր զինակիցներից եւս 4-ը եւ պիեսը ներկայացվում է հարցաքննությունների միջոցով, որոնք ներշնչված են, այսինքն պիեսը վավերա գեղարվեստական է, այն նյութերը, որոնք գտնվել են Փարիզի ոստիկանական պրեֆեկտուրայում, ազգային արխիվներում, իրենց ցուցմունքները, ոստիկանության արձանագրություններ, այդ բոլորը նպաստել են, որպեսզի պիեսը ստեղծվի։ Ով է հեղինակը պիեսի։ Պիեսի հեղինակը Շոշան Աբուխոբզան է,
առաջին պիեսն է սա իր, բայց ես չէի ուզում, որ հենց դրամատուրգը գրեր, որովհետև ինձ համար կարևոր էր փաստավավերագրական հատվածը, որ շատ մաքուր եւ ճիշտ լիներ։ Պիեսը միայն գրելը տևել է գրեթե 8 ամիս, որի ընթացքում պարբերաբար մեզ հետ է ուղարկվել պիեսը, հետ է ուղարկել իրեն որոշակի դիտարկումներով ու դիտողություններով։ Ասեմ պարզապես, որ պիեսի ֆրանսիական առաջնախաղը ֆրանսիացի դերասանների հետ կայացել է անցյալ տարվա նոյեմբերին եւ եւս մեկ ներկայացում սպասվում է մարտի 28-ին Տոբոգան թատրոնում եւ Հայաստանում արդեն Արտաշատի թատրոնում հայկական պրեմիերան կկայանա Արտաշատի թատրոնի դերասանների հետ։ Վստահ եմ, որ հարցնելու եք ինչու Արտաշատ միանգամից այդ հարցին իհարկե շատ լավ միտք է, որովհետև մենք շատ այսպես կենտրոնացած ենք միշտ Երևանի վրա։ Արտաշատը Փարիզին ավելի մոտ է, մի քանի կիլոմետր։ Հենց առաջին պայմանը դա էր։ Այո։ Չէ, մեր թատերական միությունը մշակութային ապակենտրոնացման ուղղված շատ այսպես միջոցառումներ են, մեզ համար շատ կարևոր են մարզերը, եւ եթե հետեւում եք մեր գործունեությանը, նկատած կլինեք, որ մեր բոլոր ներկայացումները բացառապես մարզերում են եղել Գորիս, Գավառ, Վանաձոր, Գյումրի, հիմա արդեն Արտաշատ, հաջորդ նախագիծը կարծում Հիանալի։ Հայկին եւ Մարատին այսպես փորձենք հարցադրումներն ուղարկել, ինչ ներկայացում է, ինչ դեր եք դուք խաղում եւ ինչպես է ստացվում այդ ամբողջ թատերական ներկայացման այս աշխատանքները։ Ես մարմնավորելու եմ Մանուշյանին, կողքից նստած է կոմիսար Գոթրին, որը որ հարցաքննում է։ Այո, որը հարցաքննում է, դաժանաբար հարցաքննում է, բայց շատ ավելի դաժանաբար մեծ պարբերաբար ծեծի է ենթարկում Բառաշանը։ Իրականում շատ պարտավորեցնող է, հատկապես խաղալը Մանուշյանին եւ ներկայացման ամբողջ ընթացքում ցույց տալ, թե ինչպիսի մեծ եւ խորը ներաշխար է ունեցել։ Միջև առնչվելը Սաթեի հետ եւ այս պիեսի հետ, ինչ եք իմանում Մանուշյանի մասին։ Դե Մանուշյանի մասին գիտենք պատմությունից, որ դպրոցական դասագրքերից, որ Ֆրանսիայում դիմադրության շարժման մարտիկներից էր, գիտենք, որ Մանուշյանը մեծ հարգանք վայելում Ֆրանսիայում, տենց տեղեկացված ենք, ազգային հերոս, տեղեկացված ենք այդպես, բայց այս գործի ընթացքում շատ ավելի ծանոթացանք, ուրիշ նյութեր դիտեցինք, սկսեցինք փորփրել ավելի մոտիկից, ավելի հասկանալու համար, թե ինչա տեղի ունեցել այն ժամանակ, ոնց է կարողացել այս տղան անցնել այդ ցեղասպանության ճանապարհով, հասնել, գալ ու Ֆրանսիայում դառնալ հերոս, ու որ այսօր Ֆրանսիայի ժողովուրդը պատվում է հային, որ փրկել է Ֆրանսիան, կարելի է այդպես ասել, այդ ժամանակ փրկել է Ֆրանսիան, էլի ոնց է կարողացել այդ ճանապարհը անցնել, շատ Իսկ արդյոք կան ներկայացման մեջ ինչ-որ նորություններ, որոնց մասին միգուցե մենք չգիտենք, բացահայտումներ, որոնք որ բացահայտել եք հենց ներկայացման ընթացքում։ Հարցն ինձ ուղղակի իրենց։ Եվ ձեզ եւ իրենց։ Դուք իրենց հարցրեք, ես հետո պատասխանը երկար կլինի։ Չէ, ներկայացման ընթացքում այդպեսի բացահայտումներ չկան, որ մեր համար որ բան է, բայց ներկայացումը շատ հետաքրքիր է, մեր դերասանների համար շատ հետաքրքիր է, ինչ առումով, նախ շատ հետաքրքիր է աշխատել Սաթեի հետ, որովհետև այստեղ մի քիչ որ ինքը փաստավավերագրական ներկայացումը ավելի շատ, Սաթեի լսելով մենք ավելի փորձում ենք ավելի կենթանի, ավելի ռեալ, ավելի հենց տեղին լսել եւ ճիշտ պատասխանել, ճիշտ խոսել, ավելի բնական լինելու համար այդ հարցաքննությունները, այդ տեսարանները, որ ավելի ազդեցիկ լինի, այսինքն ոչ մի այտենց ավելորդ թատերային բաներ, գրոտեսկային բաներ չլինի, ավելի ինքը ռեալ եւ իրականության մեջ։ Ես նաեւ կարեւորում եմ, որ մենք հնարավորինս խուսափել ենք ներկայացնելու բոլոր կերպարներին որպես հերոսներ, այսինքն մենք հերոսականացնելուց զերծ ենք մնացել, որովհետև մեծ հաշվով երբեք չեմ կարծում, որ այդ մարդիկ փափագել են հերոս լինել։ Անշուշտ։ Այո։ Հայ, եթե Հայկը մարմնավորում է Միսակին, պարզ է, որ խաղում է մի մարդու, որը որ այսպիսի պայմաններում է գտնվել եւ ինչ որտեղ ֆիլմերում է կարող դիտել ինչպես է դա տեղի ունի եւ այլ։ Մարա դուք ոստիկանին որտեղից եք գնացել եք ոստիկանություն հարցրել եք ընդ ինչպես է դա Ինչպես են հարցաքննումներն անցնում։ Ինչպես է ոստիկանի մաշկը վատ ոստիկանի մաշկը ձեր վրա քաշել ինչպես է դա տեղ ունեցել Ուրեմն ես որ ստացել եմ այս ոստիկանի կերպարը հետո իրան սկսել եմ բացել ժանդարմի Պիեր Գոթրիի կերպարը ես իրան
չեմ սկսել եմ մոտենալ այն տեսանկյունից, որ ինքը այդքան էլ բացասական հերոս չի, ինքը Այլ իր գործն էր կատարում։ Ինքը իր գործն է կատարում, Եվ համոզված է, որ նա ճիշտ է։ ինքը ունի իր ճշմարտությունները, եթե մի քիչ իրանց տեսանկյունից նայենք, օրինակի համար չէ, մենք Պենտանին քննադատում ենք, որ ինքը սեղմեց Հիտլերի ձեռքը եւ ընդունեց, բայց որ մի քիչ բանից ուրիշ տեսանկյունից նայում ես, ինքը ուղղակի դա արեց, որպեսզի Ֆրանսիան չկործանվի, չավերվի վերջին հաշվով։ Հերոստատիտողներին, եթե չգիտեք, Ֆրանսիան, այսպես ասած, կիսվել էր երկու բանակի, մեկ մեծ բանակ եւ ավելի փոքր կոլաբորացիոնիստները, որոնք որ համարում էին, որ պետք է գերմանացիների հետ համագործակցել եւ մարդիկ, որոնք որ պայքարում էին դրա դեմ։ Հիմա փրկության համար էր դա արվել ըստ իրենց։ Ըստ իրենց։ Ես էլ եմ փորձել իրան մի քիչ դրական կողմից նայել, որ ինքն էլ իր գործն անում, ինքն էլ ուզում է բացահայտի, ինքն էլ մտածում է այդպես, որ իրանք են կործանում Ֆրանսիան, ոչ թե ասենք, բայց հետո պատմությունը ցույց տվեց, որ այս մարդիկ չէին կործանում Ֆրանսիան, ընդհակառակը Մանուշյանը եւ իր խումբը փրկում էին ու փրկեցին Ֆրանսիան վերջին հաշվով։ Այդպես իսկ հարցաքննությունների հետ կապված, ճիշտն ասած, ես ընկերներ ունեմ, մի քանի այդպես խորհուրդ Արտաշատի քաղաք։ Այսինքն հարցրել եք։ Հարցրել եմ եւ մի քանի այդպես ֆիլմեր ուղղակի, որ մոտավորապես պատկերացում կազմեմ, բայց այդ հարցում էլի շատ օգնել է ռեժիսորը, որ կարողանանք Նա ռեժիսորին հարցը կա։ Տեսեք, պիեսը երբ մենք պատվիրում էինք, դա իհարկե պիես պատվիրել ունի եւ շատ կարեւոր դրական կողմ, նաեւ մի փոքր վտանգ։ Իհարկե մենք բազմաթիվ պատմաբանների ուղարկել ենք այդ պիեսը կարդալ, այդ թվում նաեւ Դնի Պեշանսկիին։ Իհարկե պատմաբանների հետ միշտ չէ որ համաձայնության կարելի է գալ, որովհետև իրենք ուզում են որ պարտադիր կերպով միայն փաստեր լինեն, իսկ մենք վիճում ենք իր հետ ասելով որ սա նաև գեղարվեստական գործուն պիտի ունենա, բայց կարողացել ենք ճիշտ հավասարակշռության բերել։ Ես չէի ցանկանում որ մենք պիես ունենանք հերոսներին հերոսականացնելու մասին, որովհետև այդպես իրենց ավելի արժեզրկում ենք եւ շատ ճիշտ դիտարկում արեց Հայկը, որովհետև դա իբրև խնդիր տրվել է, իրենք չգիտեն որ հերոսներ են։ Եվ այն պահից որ մենք սկսում ենք հերոս խաղալ, արդեն դա հետաքրքիր չէ, իրենցից ոչ մեկը հերոսություն չէր անում, այլ իր կյանքը դրել էր Ֆրանսիայի ազատագրման զոհասեղանին, շատ լավ իմանալով ուր է գնում եւ ինչի համար։ Եվ այս պիեսը ինչ որ առումով նաեւ հնարավորություն է ցույց տալու համար, որ հերոսները գերբնական ուժերով օժտված էակներ չեն, հերոսը մեզանից յուրաքանչյուրն է։ Ցանկացած մեկ ով իր սեփական արժեհամակարգի համար կարող է գնալ մինչև վերջ, իր հանձնառությանը հավատարիմ մնալ եւ այդպիսով, եթե անհրաժեշտություն կա իր կյանքը զոհել, այսինքն մահի մատյալան մահությունն իսկապես վերաբերում է նաև Միսակին եւ իր զինակիցներին։ Պիեսն ամբողջությամբ սահմանագծի վրա է, թե իր գրվածքի առումով եւ թե խաղի։ Այսինքն այդ նախադասությունն էլ բարբերաբար կրկնվել է աշխատանքի ընթացքում, աշխատենք սահմանագծին, ոչ անցնել մի քայլ այն կողմ, որ արդեն դառնա շատ, ոչ էլ տալ ոչ բավականաչափ, որպեսզի իրենք չհասկանան։ Բռնություններ կան բնականաբար ներկայացման մեջ, առանց դրա հնարավոր չէ, որովհետև կարևոր է, որ հանդիսատեսը հստակ հասկանա եւ պատկերացում կազմի այն պատմական կոնտեքստը, որի մեջ այս մարդիկ ապրել են եւ այդպիսով ավելի լավ կհասկանա իրենց քաջագործությունները։ Երբևէ ցանկություն չի եղել հատուկ շեշտադրելու ինչ վատն է ֆրանսիական ոստիկանություն, ինչ վատն են այս կոլաբորատիստները, ինչպես դուք ասացիք, որտեղ իրենք իսկապես կոլաբոներներ էին, ֆրանսիացիների ասած, այլ կարևոր էր իրենց հերոսականությունը ցույց տալու համար անհրաժեշտ էր մանրամասն ներկայացնել, թե ինչ ֆենոմենալ աշխատանք է կատարել նաև ֆրանսիական ոստիկանությունը։ Իրենց փառաբանելու համար չէ, ընդհակառակը, որքան լավ ցույց տանք, թե ինչ լավ ու կազմակերպված եւ մանրակրկիտ է աշխատել ֆրանսիական ոստիկանությունը, այնքան լավ կհասկանանք, թե այդ պայմաններում ինչ հերոսական, ինչպես են պայքարել իրենք։ Այսինքն երկու կողմում էլ կա հավասարաչափ եւ հավասարազոր հանձնառություն, թե ոստիկանության կողմից եւ թե խմբի կողմից։ Եվ այստեղ է որ հետաքրքիր է դառնում, այստեղ է որ գեղարվեստական շեշտ է ստանում ստեղծագործությունը եւ դու պատմությանը նայում ես իսկապես այնպես ինչպիսին նա եղել է եւ հասկանում ես որ չունենալով հավասար պայմաններ ոստիկանությունը եւ այսպես դիմացության շարժման մարտիկները կարողացել են պայքարել իրար դեմ։ Պատկերացրեք դա 50-ական թվականները ոչ ինտերնետ կա, ոչ կոմունիկացիայի որևէ միջոց եւ ընդհակառակը եթե դա լիներ նույնիսկ ավելի շուտ իրենց կգտնեին, բայց ինչ կազմակերպվածությամբ ամեն մեկն ունեցել է իր կեղծանունը խմբի մեջ, այդ մարտիկ ունեցել են իրենց առանձին կեղծանունները ոստիկանության համար։ Շատ հետաքրքիր լուծումները գտնված են պիեսում, բայց ուզում եմ ասել
ասել ինֆորմացիոն առումով շատ հարուստ է ներկայացումը եւ հուսամ որ ինչքան հեշտությամբ ենք կարողանում աշխատել արխիվների հետ, այլ փաստաթղթերի հետ, որտեղ ես գիտեմ, որ մեզ մոտ դժվարություն, անգամ եթե դու ուզում ես ինչ-որ բան ազգային հերոսների մասին անես, Հայաստանում դա միշտ ինչ-որ խնդիրներից բախվում է։ Ես չեմ աշխատել արխիվներում, աշխատել է Շոշանա Բուխովզան, ընդհակառակը բոլոր արխիվները այսպես բաց դռներով բացվել են իր առաջ, այն պահից, երբ ինքն ասել է, որ Միսակ Մանուշյանին նվիրված պիես եմ ուզում անել, որովհետև բոլորն ասել են նախ նման բան երբեք չի եղել, սա ֆանտաստիկ իրողություն է եւ շատ կարեւոր, որևէ արգելք չի եղել, ընդհակառակը նույնիսկ նյութեր, որոնք չեն գտնվել, հենց աշխատակիցները գնացել են, գտել են եւ իրեն զանգել, կանչել են, չգիտեմ, մի շաբաթ հետո, 10 օր հետո, որ փաստաթղթերը կան, անհրաժեշտության դեպքում իրեն թույլ են տվել դրանք սկանավորել, ունենալ այսինքն հրաշալի պայմաններ են ունեցել աշխատելու, որովհետև Ֆրանսիան հասկանում է սովորելու բաներ ունենք, այո։ Իսկ բացի ներկայացումը, որ պիտի լինի Արտաշատից, Երևանում մենք հնարավորություն կունենանք նորից տեսնելու այս ներկայացումը, թե սա լինելու է ընդամենը մեկ անգամ։ Ոչ, ներկայացում Արտաշատի թատրոնի խաղացանք եւ մնում եւ խաղացվելու է եւ նաեւ այսինքն հույս ունեմ շարունակական է լինելու։ Խաղացանկային ներկայացում է դառնում եւ հույս ունեմ, որ հայաստանյան դպրոցները հետաքրքրություն կցուցաբերեն, որովհետեւ սա նաեւ դպրոցական ծրագրին առնչվող բան է։ Նույնը տեղի ունենում նաև Ֆրանսիայում, օրինակ մեր ներկայացումը ֆրանսիական տարբերակը 4 լեյբլ է ստացել, ինչպես ասում են, որակի հավաստիկ, այդ թվում նաև կրթական համակարգի կողմից, եւ շատ մեծ հետաքրքրություն կա, որպեսզի ավագ դպրոցի սաները բարբերաբար գան նայեն ներկայացումը ֆրանսիական տարբերակում Ֆրանսիայում։ Ես հույս ունեմ, որ նույնը կլինի նաև այստեղ։ Ցավոք սրտի ժամանակը շատ սուղ է, բայց ես ուզում եմ, որ մի քանի խոսքով բացի նրանց, որ ինչ է տեղի ունենում Արտաշատում, ասեք, թե ինչ է տեղի ունենում 15-ին, 16, 17, 18։ Ուրեմն նախ մարտի 14-ին կբացվի գրքերի շնորհանդեսով, պիեսի շնորհանդեսով, ինչպես նաև Մանուշյանին նվիրված Մելինե Մանուշյանի հիշողություններով, այնուհետև ցուցահանդեսի բացում կլինի, որտեղ կներկայացվեն Մանուշյանի ձեռագրերը, որոնք նաև ցուցադրվել են Պանթեոնում։ Դա Երևանում։ Գաթում գրականության արվեստի թանգարանում եւ երեկոյան Արտաշատում ներկայացումն է։ Մարտի 15-ին եւ 16-ին գիտաժողովներ են Ցեղասպանության ինստիտուտ թանգարանում, թե հայ մասնագետների, պատմաբանների, բանախոսների մասնակցությամբ եւ թե ֆրանսիացի, երկուշաբթի օրը մարտի 17-ին Երևանի պետական համալսարանում կլինի գիտաժողով, բայց նաեւ ներողություն մոռացա ասել, որ շաբաթ օրը կլինի վավերագրական ֆիլմի ցուցադրություն Կինոյի տանը, երկուշաբթի օրը նույնպես վավերագրական ֆիլմի ցուցադրություն Կինոյի տանը, իսկ երեքշաբթի փակման արարողությունը եւ ամփոփիչ գիտաժողովը կլինի Մատենադարանում ժամը 10-ից սկսյալ 10-ից 12-ը ավելի պաշտոնական ելույթներ են, հետո գիտական եւ կամփոփվի Մելինե եւ Միսակ եւ Մելինե ներողություն ֆիլմի ցուցադրության բոլոր ֆիլմերը կլինեն հայերեն ենթագրերով, ֆիլմերից հետո հնարավոր է հանդիպել հեղինակներին եւ համահեղինակներին եւ բոլոր մուտքն ազատ է բանախոսների տեքստերը մեկ անգամ շեշտել։ Այո, եւ կլինի համաժամանակյա թարգմանություն նաեւ բոլոր այն վայրերում, որ նշեցի գիտաժողովների համար, ֆրանսիացի մասնագետների տեքստերը համաժամանակյա թարգմանությամբ հայերեն կհնչեն, բայց ձեր թույլտվությամբ նաեւ ասեմ, որ այս նախագիծը իսկապես տեղի չեր ունենա, եթե չլինեին մեր գործընկերները, առաջին հերթին ԿԳՄՍ նախարարությունը եւ Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաեւ Հայաստանում Եվրոպական միության ներկայացուցչությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Ֆրանսիական ինստիտուտը, ֆրանսիական պետական կառույցներ, նաեւ մասնավորները շատ կարեւոր է նշել իրենց մասին, որովհետեւ երբեմն մենք մտածում ենք, թե մասնավոր ընկերությունները այսպիսի գիտական պաշտոնական բաներին չեն կարող մասնակցել, բայց ոչ կոմերցիոն, ոչ կոմերցիոն, բայց սա ոչ կոմերցիոն նախագիծ է եւ մեզ աջակցում են նաեւ Մարլեամայը։ Ես շատ ուրախ եմ ԿԳՄՍ-ի եւ քաղաքապետարանի համար ամենաշատը, որովհետեւ ինձ թվում ամենաշատը ես եմ նրանց ինչ-որ բաներ ասում, բայց որ լավ բաներ եք անում, ասում եմ լավ բաներ եք անում։ Տեսնում եք, կորը լավ բաներն էլ է ասում։ Հորդորում եմ բոլոր դպրոցների տնօրեններին, ուսանողական չգիտեմ ինչ-որ կոմիտեներին, մտածեք սրա մասին եւ սա իսկապես աննախադեպ հնարավորություն է խոսել առաջին, այսպես ասած, աղբյուրների հետ, որտեղ Ֆրանսիայից են ժամանել բոլոր այս մարդիկ, թե ֆիլմի մասին, ֆիլմերի մասին, թե գրքերի մասին, թե պատմության մասին, մանուշյանական շաբաթ եմ ես սպասում վաղվանից սկսած,
Շնորհավորում ենք ձեզ գալիք պրեմիերայի ուրեմն կապակցությամբ։ Կեցեք, շնորհակալություն։ Չհասցրեցինք ասել ապագայում ինչ եք անել, բայց համոզված եմ, որ ունեք պլաններ, որոնք որ էլի մեզ ուրախացնելու են։ Եվ առիթ կունենաք նորից մեզ հյուրընկալվելու։ Նորից կհյուրընկալենք եւ կպատմենք։ Շնորհակալություն։ Վաղը գնում ենք բոլորս դեպի Արտաշատ, եթե վաղը թատրոն տեղեր չլինի, Արտաշատի թատրոն դրամատիկական շարունակական է լինելու, այս պիեսը խաղալու են եւ ինձ թվում է, որ յուրաքանչյուրս պետք է գնանք եւ դիտենք։ Այո։ Իսկ հիմա գովազդների եթերում։